Կին Ժամակոչյան, դուք նշում եք հիմնական խնդիրը բնակարանով ապահովումն է, բայց Տիկին Պետրոսյանն էլ ասում է բնակապահովման ծրագիրը չի արդարացնում իր նպատակը։ Ես համաձայն չեմ այդ գնահատականին։ Կարող եք այս պահին նշել, թե քանիսն է օգտվում։ Ես նշեցի 825 հավաստագիր ունենք, տարեվերջին է մեծ հաշվով սկսվել գործընթացը, 825 հավաստագիր ունենք, իրացվել է 52-ը, մնացածը ընթացքում է։ Շատ լավ, խնդրեմ։ Ուրեմն սկսեմ նրանից, որ Facebook-ի գրանցում եւ e-draft-ի գրանցումը տարբեր բաներ են, տարբեր գործիքակազմեր են պահանջում։ Եվ ընդհանրապես ես չեմ կարծում, որ դուք ձեզ նկատի չունեմ, նկատի ունեմ սոցիալ-նախարարությանը, որևէ ծրագիր, որ դնում է հանրային քննարկման, հետ է գնում մեկ-մեկ անձնավորում, թե այդ հանրային քննարկմանը ով է մասնակցել, քանի հոգի է եղել, հանրային քննարկումը դրվում է նրա համար, որպեսզի տոկոսային ինչ-որ հարաբերակցություն լինի, մասնակցային, իհարկե մասնակցությունն էլ է կարևոր թվային, բայց վերջում արդյունքները, ցուցանիշները ոչ թե կոնկրետ անհատների վրա է, դա ինչ-որ ցուցիչ է, ինչ-որ խմբի, պարզ է, որ ամբողջ սա ներողություն, ընտրություն չէ, որ բոլորը ովքեր ունեն ընտրելու իրավունք գնան մասնակցեն։ Սա մեկ։ Եվ ընդհանրապես որևէ ծրագիր ես չեմ տեսել e-draft-ում, որ նման արձագանք ունենար, ինչպիսի նույնիսկ բնակապահովման ծրագիրը, նույնիսկ 40+10-ի ծրագիրը, որևէ մեկը այսպիսի մեծ ուշադրության չի արժանացել եւ նման քննարկում չի ծավալվել որևէ ծրագրի շուրջ։ Սրան զուգահեռ ասեմ, եթե դուք ասում եք, որ այս կոնկրետ հրատապ լրացուցիչ աջակցությունը պետք է դրվեր հանրային քննարկման հետո հասներ տեղահանվածներին, կներեք հունվարից ինչ որ ծրագիր իրականացվեց ինչ որ շահառուների համար, նույն սոցապի միջնորդությամբ, բայց այդ ծրագիրը որևէ լուրջ ազդեցություն ընդհանրական չի ունեցել, որովհետև այնտեղ եղել են նույն կատեգորիայի շահառուներ, որից մի ընտանիք ստացել է այդ գումարը։ Խնդրում եմ, ինչ ծրագիր, պետական ծրագրի մասին չեք խոսում։ Կա բարեգործական ծրագրեր, որ մենք ուղղորդում ենք բնականաբար։ Երևի պետքա միասին։ Հազար ներողություն, այստեղ մենք շփոթ ունենք, մեծ շփոթ։ Հարգելի գործընկերներ, ես էլ ասում եմ, մարդիկ, որոնք հավակնում են, հանրային կարծիք ձևավորելու, խնդրում եմ, ավելի լիարժեք ծանոթացեք ոլորտին, ինչ հարց ունենաք, եկեք մենք ձեզ ամբողջ ոլորտը նկարագրենք, պատմենք, ցույց տանք, ցանկացած հարցով ձեզ լուսաբանենք, այդ լուսաբանման արդյունքում հարց կլինի, կասեք, հիմա դուք զբաղված Նորից ապակողնորոշման դեզինֆորմացիա տարածելով։ Ժամակոչյան, ես չեմ ապակողնորոշում։ Սա հանրային կարծիք էր, ինձնից անկախ, ես դրան ընդհանրապես չեմ անդրադարձել։ Եթե խնդիրը դա է, ես ձեզնից եմ լսում։ Հանրային կարծիք, եթե ես սոցիոլոգ եմ, ինձ հանրային կարծիքի մասին մի պատմեք, որտեղ ես գիտեմ հանրային կարծիքը ոնց է ձևավորվում։ Այդ թվում ձեր բոյկոտի կոչով։ Դա հանրային կարծիք չի, դա ուղղորդված արշավ է, եւ սրանք տարբեր բաներ են։ Եվ ես ձեզ խնդրում եմ, ինչ որ բան եք հայտարարում, հերթական հարթակում։ Դուք մենք նախորդ դեռ երևի անցյալ շաբաթ խոսեցինք, ես ձեզ բացատրեցի ծրագիրը։ Դուք փոխարեն մի հատ էլ ներողություն խնդրեք, հազար ներողություն, որ սենց եմ ասում, որ մարդկանց այդքան զուգահեռ ծրագրի համար ներողություն խնդրելու բոյկոտ եք կոչ արել, որովհետև այո, ես շարունակում եմ բոյկոտել։ Դուք ապակողնորոշում եք, դուք շատ է լավ, հիմա դուք ներկայացրել եք ծրագիրը։ Ես որևէ մեկին չեմ ապակողնորոշում, ամեն մարդ իր կարծիքը արտահայտելու իրավունք ունի։ Եվ եթե դուք նշում եք, որ հանրային կարծիքը, չգիտեմ, ձևական է, ինչ է, ոչ։ Այդ կարծիքները ձևավորվել են այն մարդկանց շրջանում, ովքեր որ չեն ստացել այդ աջակցությունը։ Ու այնտեղ նշված է, որ համագործակցաբար սոցիալ-նախարարության հետ, ոչ թե Լանա Պետրոսյանի հետ։ Ներողություն։ Ես շարունակեմ, որովհետև այստեղ մի քանի այլ դիտարկումներ էլ կան, ովքեր ունեն բարձր եկամուտ։ Ես կցանկանայի կոնկրետ տոկոսային նշել Արցախից տեղահանվածների քանի տոկոսը ունի կոնկրետ բարձր եկամուտ, որով կարող է եւ ովքեր այստեղ չունեն սեփականություն։ Արդյոք նման վերլուծություն կատարվել է, տեսնենք ինչ մասն է։ Ընդհանրապես ես որ ասում եմ 30,000 մարդ կամ հնարավոր է 30-ը, 30 չի, 50-ը, չգիտեմ։ 30,000 մարդ չի ունենալու հնարավորություն վճարել բնակվարձը։ Հիմա փոխանակ այս խնդիրը լուծենք, եկել են քննարկելու, թե քանի հազար մարդ է բոյկոտել, ինչու 30,000 մարդը չի բոյկոտել։ Կարող է չհետաքրքրել, բայց եթե դրել եք հանրային քննարկման, պետք է որ հետաքրքրի։ Սա զբաղվածության ես ձեզ չեմ ընդհատել։ Զբաղվածության ծրագրի մասին երբ որ խոսում ենք եւ դրան զուգահեռ դնում ենք անապահովություն, ես
մեծ մտավախություն ունեմ, որ անձը, որը կարող է իրեն դիտարկել անապահովության մակարդակում, իրեն չի դիտարկելու զբաղվածության մակարդակում։ Սա ունեք Տիկին Պետրոսյան։ Այսինքն, եթե մենք ուզում ենք, որ տեղահանվածը շահագրգռված լինի, որպեսզի լինի զբաղված, բայց մյուս կողմից ինքը պետք է այս անապահովության համակարգում ցուցանիշներ ունենա, որ ունի ցածր եկամուտ։ Հիմա ռիսկեր է պարունակում ձեր Այո, ըստ ինձ ռիսկեր է պարունակում եւ այստեղ հնարավոր է որ մարդը նախընտրի ինքը լինի անապահով եւ ստանա այդ աջակցությունը, քան թե նախընտրի որ գնա աշխատի։ Սա կոնկրետ սուբյեկտիվ կարծիք է։ Գիտական ներուժի վերաբերյալ, եթե դուք մտածում եք, որ պետք է ես անեմ սոցիալական մեծ հարցումներ եւ ունենամ գիտական ներուժ, կներեք, ես հասարակական գործիչ եմ։ Ես պետական համակարգի որևէ մարմին չեմ ներկայացնում եւ ընդհանրապես ես չպետք է գնամ պետական մակարդակով սոցիալական հարցումներ անեմ։ Անում եմ սոցիալական հարթակում, ունի ցուցիչ, ունի թվեր եւ այդ թվերը իմիջայլոց նույն ձև են, ինչպես հիմա դուք ուզում եք ապակողմնորոշել մարդկանց ու ասել, որ 825 սերտիֆիկատից եթե 52-ը իրացվել է, դա բավականին մեծ ցուցանիշ է, ոչ, դա ցուցանիշ չէ ընդհանրապես։ Հիմա թե ինչն է եղել խնդիրը, հարցը դա չէ, մարդիկ ունեն այդ սերտիֆիկատները չեն կարողանում իրացնել, հարցը սա է։ Եվ հարցը նա է, որ որևէ ծրագիր, երբ որ դուք ասում եք ինձ հետ ինչ որ ծրագիր եք քննարկել, ինձ հետ այո քննարկվել են տարբերակներ, որ պետք է լինեն ծրագրեր։ Եվ կոնկրետ ես տեղյակ չեմ եղել, որ կոնկրետ այս ծրագիրը մշակվում է, ներկայացվելու է որպես 40+10-ին, այսպես ասած, ապակողմնորոշող լրացուցիչ ծրագիր, որը պետք է տեղահանվածների խնդիրները լուծի։ Իսեր Աստծո, արեք անապահովության գնահատում։ Մարդկանց տրամադրեք որպես անապահով իրենց որոշակի աջակցություն, բայց եկեք բնակապահովման ծրագիրը, բնակվարձը, զբաղվածությունը չբերենք անապահովության դաշտ։ Եկեք հասկանանք, որ այս մարդիկ, այո, ես նորից եմ կրկնում, բնակվարձի խնդիր ունեն։ Ինչպես են այդ մարդիկ, իմ ասած 30,000 մարդը ինչպես է իր բնակվարձը մուծելու, անգամ եթե զբաղված է, ունի աշխատավարձ, ապրում է ոչ Երևանում, ինչպես է բնակվարձը մուծելու, եթե դուք չեք կարողանում այնպես անել, որ բնակապահովման ծրագիրը արդարացնի իրեն։ Միգուցե ներողություն, պարոն Գրիգորյան, եթե լրացումներ ունեք, միանգամից լսենք մտահոգությունները, այնուհետև արձագանք եք խնդրեմ։ Տեսեք, ընդհանուր ինչ վերաբերում է այսպես կոչված այդ գիտական հարցումների մոտեցմանը, կարծում եմ հենց կառավարության ձեռքի տակ եղած